Հաջորդ օրինակը դուք հիշում եք, թե ես ինչքան պայքարեցի այն ծրագրի համար, որ մենք սահմանամերձ որոշակի շրջաններում հին եւ անարդյունավետ այգիները, ով որ տանտերը համաձայնա, հողամասերը համաձայնա, ամբողջը հողամասը մաքրում ենք, պետական միջոցներով, բանի սերտիֆիկացված տնկին տնկում ենք, կաթիլային ոռոգումը քաշում ենք, բանը ջրի հավաքման համակարգ անում ենք, ծառերը տնկում ենք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ես վերջերս իմացա, որ մի քանի այգիներ չորացել են։ Ինչ են չորացել։ Պարզվում է հողամասի տերը այդ վինտիլը բանը մի հատ փական կա, որ ամիսը 3 անգամ ուղղակի սենց մի հատ գործողություն պետք է աներ, էլի հասկանում եք, սենց մի հատ գործողություն է, սենց է փականը, պետք է գար սենց աներ։ Չի արել այդ գործողությունը։ Հասկանում եք, փական է, կաթիլային ոռոգման, մի հատ սենց է, պետք է գնար ամիսը 4 անգամ, պետք է աներ սենց։ Չի արել այդ գործողությունը։ Բացատ գնում ենք ասում ենք, բայց խի ասում են չի, ես պետք է անեի դա։ Ես իմանում եմ, զանգում են քաղաքապետարան, այս ամեն ինչից հետո, զանգում են քաղաքապետարան, ասում են, բայց այգին ով պետք է ջրի։ Բա խոտա աճե բան, բա ով պետք է անի այս գործը։ Ես չեմ հավատում, ասում եմ, ոնց կարա տենց բան լինի։ Ոնց կարա տենց բան լինի, բայց կա այդ բանը։ Մենք մեր իրականությանը միջև չառերեսվենք, միջև մեր բանի են հոտնկայս կենացների բարձրությունից չգանք, հողի վրա չկանգնենք, չշոշափենք այդ հողը, չի ստացվի ոչ մի բան։ Որովհետև ես չգիտեմ, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ այդ ծրագրի հեղինակն է, որը ինչը այն չեմ արել, որ քաղաքացին այս գործողությունը անի։ Հասկանում եք, բառից բունի չեմ չափազանցնում։ Պետք է ամիս 4 անգամ այս գործողությունը աներ։ Այսինքն հետո էլ փակեր, որ ջուրը բան, մենակ չբացեր էլի, 2 գործողություն, 1, 2։ Ինչը նենց չեն կարել, մի հատ բացատրեք, խնդրում եմ, ինչը նենց չեմ արել ես, որ քաղաքացին այս գործողությունը չի արել, ես չեմ կարող հասկանամ դա։